Շնորհակալություն, պարոն Երիցյան, մի քանի հարցեր ունեմ ձեզ։ Առաջինը այն մասին, որ հանձնաժողովը իրականացնում է օրենքի վերահսկողական վերահսկողություն տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության պահպանման նկատմամբ օրենքների ընդունում, պարզաբանումներ տալ եւ այլն, եւ նաեւ հարուցում իրավախախտումների մասով վարույթներ։ Ես կուզեմ դուք այս մասը պարզաբանեք, այդ վարույթների հարուցման ընթացակարգը եւ հետևանքը, մասնավորապես ես տեղեկություններ ունեմ, որ օրինակ այս ընթացքում դուք խնդիրներ եք ունեցել ինստիտուցիոնալ, օրինակ Երևանի քաղաքապետարանի հետ, որ ինքնավարությունը փորձում հռչակել եւ չմիանալ այս համակարգին, արդյոք այդ դժվարությունները հաղթահարված են եւ բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրապես մտնելու են ձեր հանձնաժողովի գործունեության կամ ենթակայության տիրույթ։ Սա առաջին, երկրորդ հարցս այնուամենայնիվ այն է, ինչ որ ես նախարարին տվեցի անվտանգության մասին։ Մենք գիտենք, որ վիվասելից եղան արտահոսքեր անձնական տվյալների, մենք գիտենք, որ տարբեր պետական կայքեր կոտրվեցին, ընդ որում պատերազմի օրերին, հիմա ես ուզում եմ հասկանալ այս հանձնաժողովի գործունեությունը ինչքանով է նպաստելու, որպեսզի այսպիսի երևույթները չկրկնվեն, եւ նաեւ հիմա որ պարոն Հայրապետյանը պատմական համարեց իմ հարցու պատասխանը, պարոն Հայրապետյան, գոնե ես նախկին լրագրողի կարգավիճակում եւ պարոն Երիցյանը բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակում ինքը պետք է անակնկալի չգար, որ ես անցանկալի հարցեր տայի, հենց որ այդ մասով խնդիր չկա, բայց ամեն դեպքում մի անցանկալի հարց կուզենամ հնչեցնել, պարոն Երիցյան, բացի այն, որ իրապես ընտրությունը կանգ է առել ձեր վրա, սա իսկապես ոչ թե մասնագիտական, այլ սկզբունքների համար եմ ես հարցնում, որտեղ երեք այդտեղ նախագահի, ՍԴ նախագահի ապագա նախագահ երբ որ կանգնած էր տեխնացու, ես նույնաբովանդակ հարց հնչեցրեցի։ Վերջում, ձեր ընտանիքի անդամները որտեղ են ապրում։ Շնորհակալություն, արդյոք նրանք Հայաստանում են։ Շնորհակալություն։ Հանձնաժողովը բացառություն չկա եւ համայնքները եւ կենտրոնական եւ նաեւ մասնավոր հատվածը, որը կառավարությունը ցուցակով կհաստատի ըստ քաղաքականության որպես կրիտիկական ենթակառուցվածք համարվող կիբեր կրիտիկական ենթակառուցվածք համարվող, ուրեմն բոլորը հանձնաժողովի վերահսկողության կարգավորման դաշտում են։ Վերահսկողությունը հիմնականում պայմանավորված է ռիսկերով, թե ինչ համակարգային ռիսկեր կարող է առաջացնել ինչ որ մեկի համակարգը չպաշտպանված լինելը։ Եվ այդ վարակի էֆեկտն է հիմքը վերահսկողության, որպեսզի կարողանանք համակարգային խնդիրը լուծել։ Դա սկսում է, ինչպես նախարարը նշեց, սկսում է հիգիենայից, որտեղ ամենաթույլ կետը միևնույն է մարդն է համակարգչի հետևում։ Երբ որ չգիտակցելով ինչ որ մեյլ է բացում կամ ինչ որ գնումա կատարում իր պատկերացմամբ եւ միանգամից հայտնվում է հանցագործների ճիրաններում։ Երկրորդը տեխնոլոգիաներն են եւ երրորդը տվյալների ապակենտրոնացումը։ Ես նշեցի էստոնական X-Road մոդելը, դրա իմաստը նրանում է, որ ցանկացած տեղեկատվական շտեմարան առանձին է եւ ինչքան շատ տեղեկատվական շտեմարան ունենանք, դրանք տվյալները փոխանակվում են կոդավորված, այսինքն ճանապարհին որևիցե տեղեկատվություն, որևիցե մեկը եթե տանի, բովանդակություն չի տեսնի։ Դատարկ ֆայլեր է տեսնելու կամ դատարկ տեղեկատվություն։ Սա այդ ենթակառուցվածքը 2-3 տարիների ընթացքում լուրջ ներդրումներ ա արվել, որ մենք կարողանանք հիմա օրենքը պահանջը կա, իրավական հիմքը ստեղծվի, որ արագ կարողանանք դա իրականացնել։ Երկրորդը անվտանգության հետ կապված միանշանակ կանխարգելիչ լինելը, բայց ես ուզում եմ սպասումները կառավարենք։ Ամբողջ աշխարհում 11 տրիլիոնի, ընդ որում վերջի 4-5 տարում շատ էական աճ է տեղի ունեցել, այդ վտանգների աճ է տեղի ունեցել աշխարհում 11 տրիլիոնի վնաս է կրում աշխարհը, որից ընդամենը 25%-ն են կարողանում մեղմել կամ կանխարգելել։ Այսինքն այսօր խնդիրը դնել այդ համակարգերը, որ նվազագույնի հաղթեն ծախսել, բայց միևնույն է ռիսկերը կան, բոլոր ռիսկերը ծախսելը կարող է բոլորիս համար շատ թանկ նստի։ Դրա համար այդ հիգիենայի պահը շատ կարևոր է, որ մենք հասկանանք ոնց պաշտպանվենք, ու դրա վրա պետք է շատ ուժ ռեսուրսներ դրվի, այդ թվում դա քաղաքականության հետ կապված նաև հարց է, որը նախարարությունը կարծում պետք է առաջնորդի դες բոլորիս։ Ընտանիքիս մասին եթե
Հա, ուզում եք ասեմ։ Հա, բոլորը այստեղ են, աղջիկս PhD անում Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցում։ Արձագանք։ Շնորհակալություն։ Ամբողջությամբ ֆինանսավորվում է Բոստոնի համալսարանի կողմից։ Եվ շատ լուրջ թեմայով զբաղվում բժշկության մեջ կենսա բժշկությամբ զբաղվում։ Շնորհակալություն։ Պարոն Երիցյան, այնուամենայնիվ դուք ասում եք, որ օրենքով այո, պետք է նաև տեղական ինքնակառավարման մարմինները ձեր ենթակայությամբ գործեն, բայց դուք այնպես նուրբ շրջանցեցիք, հիմա Երևանի քաղաքապետարանի հետ ունեցած խնդիրը հարթվել է, թե ոչ։ Այսինքն իրենք եկել են համագործակցության եւ ենթակայության դաշտ, թե ոչ։ Մենք Երևանի քաղաքապետարանի հետ հետևողական աշխատում ենք, համագործակցում ենք, առնվազն 1 ամիս առաջ։ Հա, եկեք ես արձագանքեմ, հետո դուք պատասխանեք։ 1000 Երկար տարիներ չեք եկել ամբողջ մոտ, ոչինչ։ Ես հուսամ, որ կհասցնեմ, դա առաջին հարցս արձագանքի իրավունքով եւ երկրորդը, պարոն Երիցյան, վերջին անգամ ձեզ տենց հանրային դաշտում տեսանք, որ դուք վարչապետին սովորեցնում եք հայտարարագիր լրացնելը։ Ու հետո մենք բոլորս արգանատես եղանք, որ հայտարարագրման ինստիտուտը կարելի ասել փլուզվեց եւ մտավ ինքնաշխատ ռեժիմը եւ ինքնաշխատ եղանակով հիմա հայտարարագրերը լրացվում են քաղաքացիների կողմից։ Հիմա ուզում եմ հասկանալ այդ համակարգի բարդությունները, ինչ աստիճանի բարդություններ էին, որ այնուամենայնիվ պետությունը գերադասեց ինքնաշխատ եղանակը եւ կարելի ասել հայտարարագրման համակարգը ձախողվեց եւ միայն մեր հիշողությունների մեջ մնաց այն, որ դուք վարչապետին սովորեցրեցիք լրացնել իր հայտարարագիրը իր աշխատասենյակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Երևան քաղաքապետարանի հետ մենք սերտ համագործակցում ենք, առնվազն 1 ամիս առաջ եղել է թիմերով հանդիպում, հասկանալու համար իրենց նոր զարգացումները ոնց պիտի համապատասխանեցնենք օրենքի պահանջներին, ստանդարտներին աշխատենք։ Իսկ կիբերանվտանգության հարցում կարողությունները մեր երկրում այնքան սուղ են, որ բոլորս ձգտում ենք իրար հետ համագործակցել որպես մեկ միասնական թիմ, ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Բնականաբար բոլոր գերատեսչությունների հետ կան բանավեճեր, փոփոխությունը բարդ գործընթաց է եւ այդ փոփոխությունը նաեւ համոզելու գործընթաց է, որը տևում է ժամանակ։ Դրա համար մենք մեզ բոլորի ժամանակ պետք է տանք, ամենամեծ դասը, որ ես 2 տարիների սովորել եմ, որոշակի ժամանակ պետք է տանք, որ ընկալենք եւ սպասումները ճիշտ կառավարենք, հակառակ դեպքում նորից անգլերեն ասում window dressing, արտաքինից կունենանք ինչ-որ բաներ, բայց ներսում անվտանգությունը չենք ապահովի։ Ես վարչապետին չէի սովորեցնում, վարչապետը ուղղակի մեզ կանչել էր հաշվետու լինելու, արդյոք համակարգերը աշխատում են եւ ինքնուրույն ինքը լրացնում էր հայտարարագիրը, նաեւ ցույց տալու համար, թե ինչ པարզ հեշտ գործընթաց է այդ ամենը։ Իսկ փոփոխությունը համոզված եմ կառավարությունը այստեղ ներկայացրել է, փոփոխությունը կախված չի նրա հետ եւ այդտեղ չի ձախողվել, փոփոխությունը նրա հետ է, որ իրականացման փուլում կառավարությունը ականատես է եղել, որ կարելի է ավելի հեշտ տարբերակով ինքնահայտարարագրումը ապահովել եւ միայն այն մարդիկ, ովքեր որ ուզում են սոցիալական կրեդիտները ստանալ, այդ մարդիկ այցելեն իրանց, այսպես ասած, հայտարարագրերը եւ կարողանան պահանջել պետությունից իր բանը։ Հայտարարագիրը հանձնված է համարվում անկախ ամեն ինչից, այսինքն քանի որ պետությունը ինչ որ մի պահի տեսավ, որ բոլոր տվյալները ունի եւ մարդիկ կանց մեծ մասը տվյալներ չեն մուտքագրում, դրա իմաստը չկա, որոշեց պարզեցնել, սա եղել հիմնավորումը, ոչ թե ձախողել է հայտարարագրման ինստիտուտը։